Եթերում սպասված հանդիպումն է, բարև ձեզ։ Այսօր մեր սպասված հյուրը դասավանդիր հանուն Հայաստանի կրթական ծրագրի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովհաննիսյանն է։ Բարև ձեզ, Լարիսա։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ այսօր կայանում է մեր հանդիպումը։ Ես շատ շնորհակալ եմ, որ այստեղ եմ ձեր հետ այսօր։ Այսօր բնականաբար խոսելու ենք դասավանդիր հանուն Հայաստանի ծրագրի մասին, խոսելու ենք հիմնականում թե ինչպես հղացավ գաղափարը հիմնելու ծրագիրը։ Ինչ գրանցած արդյունքներ ունենք արդեն իսկ այսօր, ինչի մասին կարող եք հպարտորեն խոսել, փաստել, արձանագրել արդյունքներ, կլինեն նաև մի քանի անձնական հարցեր, ինչպիսին մեր հաղորդման ձևաչափն է։ Սկսենք գաղափարից։ Ինչպես հղացավ այդ գաղափարը, ինչ է իրենց ներկայացնում դասավանդիր Հայաստանը։ Գաղափարը եկավ ինձ մոտ արդեն 15 տարի առաջ։ Ես Ամերիկայում եմ սովորել, համալսարանը ավարտելուց հետո հասկացա, որ գուցե դեռ պատրաստ չեմ ամբողջ իմ կյանքը անցկացնել մարքեթինգի բաժնում, ինչ-որ մեծ կամպանիայում ու որոշեցի դիմել տարբեր ծրագրեր, որոնք ունեն ինչ-որ սոցիալական բնույթ, ուղղվածություն, բայց նաև իմ ապագա կարիերայի համար կարող է դիտարկվել որպես լավ ներդրում, լավ բան ու այդ ժամանակ բավականին հետաքրքիր ծրագրեր կային, Fulbright ծրագիրը, Peace Corps-ը, որի մասին մենք նաև Հայաստանում գիտենք, որտեղ ակտիվ են իրանք բավականին Հայաստանում, մեկ էլ Teach for America ծրագիր կար, այսինքն մեր նման, արդեն դասավանդիր հանուն Հայաստանի նման ծրագիր Ամերիկայում է, ընդհանուր գաղափարը ստեղծվեց Ամերիկայում ու տարածվեց նաև աշխարհով։ Ես դիմեցի Teach for America-ին ու ընտրվեցի ու ինձ ուղարկեցին աշխատել որպես ուսուցիչ պետական դպրոցում։ Երևի ֆիլմերում տեսել եք այդ դպրոցների, այտենց դժվար դպրոցներ, քաղաքներում, որտեղ կրիմինալ կա, էս կա, այն կա ու ես այտենց ոգևորված դիմեցի ծրագրին, ինձ ուղարկեցին աշխատել այդ տիպի դպրոցում ու 2 տարվա ընթացքում ես հասկացա, որ ես ուզում եմ ինչ-որ նման ծրագիր ստեղծել Հայաստանում, որովհետև պարզա մեր կոնտեքստը շատ տարբերվում է, մեր խնդիրները շատ տարբեր են, բայց Հայաստանում պակասում է այդ երիտասարդների շարժումը հենց կրթական ոլորտում ու 2012 թվականին ես արդեն տեղափոխվեցի Ամերիկայից ու սկսեցի աշխատել այս ծրագրի ստեղծման համար ու բավականին դժվար տրվեց 2 տարի, հիմա այն ժամանակ, որ անցնում է այդ ամեն ինչով, մտածում եմ շատ դանդաղ է լինում ամեն ինչ, բայց հիմա որ հետ եմ նայում 2 տարվա ընթացքում ստեղծեցինք կազմակերպություն, հավաքեցինք թիմ, գտանք մեր առաջի ֆինանսավորումը, սկսեցինք աշխատել նախարարության հետ ու մեր առաջի ուսուցիչների սերունդը մտավ արդեն տարբեր դպրոցներ, համայնքներում ու այդ գաղափարը արդեն ոնց որ այտենց ստեղծվեց իմ մոտ, երբ որ ես Ամերիկայում էի, բայց ինքը շատ հայկական ծրագիր է, ինքը Հայաստանի համար է, ինքը մեր երկրի համար է ստեղծված ու ինչ-որ նման բաներ կան Ամերիկայի հետ օրինակ, բայց ինքը հայկական կազմակերպություն է ու հենց մեր կոնտեքստի համար է ստեղծված եղել։ Նաև ներեցեք, իսկ երբ դուք ընտրում եք արդեն եւ գործողվում են մասնագետները համապատասխան վայրեր, ինչպիսի աշխատանք է տարվում նրանց հետ այս ընթացքում։ Նախ ասեմ, որ մեր ոնց որ առաջի գաղափարն էր, որ անպայման չէ, որ մանկավարժ լինեն մեր դիմորդները, բայց պարտադիր պետք է մինիմում բակալավր ունենան ու այն մասնագիտացված լինեն ինչ-որ ոլորտում, որը նաև ինչ-որ առարկայով կարող է համապատասխանել դպրոցի բանին, ուսուցման ծրագրին ու ոնց որ այդ էր առաջի գաղափարը, որ նոր տաղանդ պետքա մտնի, որ նոր մարդիկ պետքա գնան ու աշխատեց մի քանի տարի, տենց շատ լավ աշխատեց, բայց մենք նաև հասկացանք, որ մենք մի քիչ սխալվեցինք ինչ առումով, ոչ թե որովհետև նոր մարդիկ կարևոր չեն ու չեն կարողանում լավ աշխատել, կարողանում են, բայց նաև հասկացանք, որ դպրոցներում շատ հետաքրքիր տաղանդավոր
ուսուցիչներ արդեն կան ու իրանցից մենք շատ բան ունենք սովորելու։ Ու արդեն տարիների ընթացքում մենք նաև մեր ստրատեգիան մի քիչ փոխեցինք, սկսեցինք աշխատել համ այն ուղղությամբ, որ նոր տաղանդ մտնի դպրոց, բայց նաև այն ուղղությամբ, որ ուսուցիչների հետ, որոնք արդեն տարիների ընթացքում աշխատում են դպրոցներում, իրանց հետ աշխատենք ու մի հատ մեծ շարժում ստեղծենք Հայաստանի կրթական համակարգում։ Իսկ հիմնական նպատակը նա էր, ինչպես եթե ճիշտ եմ հասկանում, որ կրթությունը հասանելի լինի բոլորին եւ իհարկե դա լինի, այսպես ասած, արդար ձևաչափով։ Ինչ է ձեզ համար այս հասկացողությունը առհասարակ։ Ես հիշում եմ, մենք երբ որ ապրում ենք Ամերիկայում, ես կես հայ եմ, այսինքն մյուս կեսս պապաս էթնիկ իռլանդացի է, բայց Ամերիկայում է ծնվել մեծացել։ Ես հիշում եմ, բավականին դժվար էր իմ ծնողների համար, երբ որ ես նոր ծնվեցի, փող չունենք, հնարավորություններ չունենք ու շատ զգացվում էր Ամերիկայում, որ եթե դու ինչ-որ հատուկ տեղում ես բնակվում, դու միայն այդ հնարավորությունները ունես քեզ հասանելի, այսինքն եթե դու բավականին վատ տեղում ես ապրում, դա նշանակում է, որ դու բավականին վատ դպրոց կգնաս եւ այլն։ Եվ այդ ժամանակից հետո ոնց որ այդ անդադի մոտ sense այդ միտքը կար, որ ոչ արդար է, երբ որ երեխան, ասենք, տաղանդավոր է, միջավայրում, որտեղ չկա այդ հնարավորությունը, բայց ինքը շատ խելացի է, ինքը տաղանդավոր է, բայց ինքը ապրում է մի տեղում, որտեղ տարիների ընթացքում մաթեմատիկայի ուսուցիչ չի եղել, օրինակ։ Ու այդ բանը իմ մեջ միշտ sense զարգացա, ոնց որ կար շատ ուժեղ այդ զգացողությունը, որ այդ արդարության պակասը Հայաստանում ինձ համար ահա որ կարևոր էր ու հասկանում ենք, որ մի մարդ ուղարկել մի դպրոց, այո, այդ տվյալ դասարանում, դպրոցում, գոնե այդ առարկայի համար մենք բարելավում ենք վիճակը, բայց ոնց որ դասավանդիր հանուն Հայաստանի մեծ նպատակը դա չէ, այլ այդ ծրագրի միջոցով ստեղծել մեծ շարժում մարդկանց, որոնք 2 տարին կաշխատեն, բայց 2 տարի հետո կսկսեն արդեն իրենց ամբողջ կարիերայի ընթացքում աշխատել դեպի համակարգային փոփոխություն կրթության մեջ, հա։ Դա մի հոգի կամ մի կազմակերպություն կամ նույնիսկ մի նախարարություն չի կարող անել։ Դա պետքա լինի համախմբված, հա, տարբեր մարկանցից ստեղծված շարժում, որը տանում է դեպի ինչ-որ մի նպատակ ու մեզ համար այդ նպատակը միշտ եղել է ու միշտ կլինի ստեղծել կրթական համակարգ, որը հասանելի է եւ որակյալ է ամեն երեխայի համար եւ դա ոնց որ կախված չլինի իրանց վայրից եւ բնակության եւ գտնվելու վայրից եւ ունեցած ֆինանսական հնարավորություններից։ Փաստորեն խոսեցիք այդ մասին, որ դասավանդիր Հայաստան հանուն Հայաստանին դարձել է բացառապես հայկական, այսպես ասած, ծրագիր, ճիշտ է, դուք այդ ծրագրի հիմնական մասը ինտեգրել բերել եք դրսից, ԱՄՆ-ից, բայց արդեն նա հայկական է։ Որ դպրոցներում եք ունեցել արդեն գրանցված արդյունքներ, ունեցել եք արդյոք մանկավարժներ, ովքեր դասավանդելով հետո նվիրվել են, մնացել են կամ, չգիտեմ, իրենց արդեն ասպարեզում ունեցել են երեխաներ, ովքեր իսկապես բացահայտվել են կոնկրետ հենց այդ մասնագետների շնորհիվ։ Այո, եթե տենց ընդհանուր արդեն մենք սկսեցինք այս մի ծրագրով, բայց մենք նաև շատ ծրագրեր ունենք ու ընդհանուր մեր հիմնադրամը աշխատում է 60,000 երեխայի հետ, այսինքն եթե տենց համեմատենք բավականին ազդեցության առումով ամենամեծ կազմակերպություններից մեկն ենք։ Եվ ունենք շատ պատմություններ, շատ։ Ու ես կարծում եմ, որ մենք նույնիսկ ամեն պատմությունը չենք իմանալու, որովհետև դա շատ մարդ է արդեն, շատ երեխաներ են ներգրաված մեր ծրագրերում, բայց կարող եմ տենց ընդհանուր ասել, որ շատերը մտնում են այս գործի մեջ 2 տարով որոշում են գնալ եւ ծառայել, հա, երկրին, մտածելով, որ 2 տարի կմնան։
Ես էլ եմ մտածում, որ 2 տարի կմնամ, կաշխատեմ, հետո կգնամ նորից կվերադառնամ corporate, հա, այդ ոնց որ աշխարհ, մարքեթինգի բաժնում կաշխատեմ, բայց 2 տարվա ընթացքում այդքան բան է փոխվում, երբ որ դու աշխատում ես երեխաների հետ, ընտանիքների հետ, դու սիրահարվում ես այդ գործին։ Նույնը ես տեսնում եմ մեր երեխեքի հետ, այսինքն իրանք մտնում են, մտածելով 2 տարի կաշխատեն ու հետո մնում են։ Պարտադիր չէ, որ մնում են զուտ որպես ուսուցիչ, շատեր դառնում են տնօրեններ կամ նախարարությունում են աշխատում, ուրիշ դպրոցներում են աշխատում կամ մտնում են կորպորատիվ, հա, կյանքի կորպորացիաներ ու ընկերություններ եւ այլն, բայց նաեւ առնչվում են կրթական համակարգի հետ տարբեր ձևերով 70%-ը մեր շրջանավարտների մնում է կրթական ոլորտում ու դա է մեր նպատակը մենք ուզում ենք ստեղծել մարդկային ռեսուրս, որը ոչ միայն հենց դպրոցի կամ դասարանի մակարդակով է, այլ համակարգի տարբեր տեղերից է աշխատում դեպի մի նպատակ ու մեզ մոտ դա հաջողվել է ու կարծում եմ, որ հենց այդ մարդկային ռեսուրսի պակասը կար Հայաստանում երկար ժամանակ մարդիկ, որոնք շատ տարբերվում են իրարից, կարող է շատ տարբեր ինչ-որ քաղաքական բաներ ունեն, տարբեր հավատում են Աստծուն, չեն հավատում եւ այլն, բայց ամեն մեկը մի պրիորիտետ ունի իր կյանքում ստեղծել արդար եւ որակյալ կրթություն ամեն երեխայի համար ու դա է միշտ մեր մոտեցումը ու կարծում եմ մենք երևի դրա համար էլ հաջողվել ենք այս 10 տարվա ընթացքում ով է առհասարակ ուսուցիչը երեխայի կյանքում, դպրոցականի կյանքում ձեր տեսակետն եմ խնդրում եւ նաեւ ինչ կարող է փոխել ուսուցիչը։ Այ հիմա շատ են խոսում այն մասին, որ օրինակ տարական դասարանների ուսուցիչը պետք է ուղղակի շատ սիրի երեխային։ Պետք չէ պահանջել շատ մաքսիմալ ինչ որ գիտելիք կամ տալ հետո պահանջել, հարկավոր է ուղղակի սիրել երեխային։ Ձեր տեսակետը ինչպիսի դրսևորում ունեք։ Գիտեք, ես մտածում եմ ինչի մասին մենք այսօր կխոսենք ու գուցե մի տարի առաջ ես լրիվ ուրիշ պատասխան կունենայի ձեզ համար աշխարհը այդքան է փոխվել այս տարիների, բայց նամանավանդ այս վերջում շատ արագ, այո, հա, շատ է փոխվել ու իմ մոտ կա տպավորություն, որ դեռ մենք չենք գիտակցում ինչքան է աշխարհը փոխվել եւ դա ինչ նշանակություն ունի մեզ համար առհասարակ, բայց մեր երեխաների համար չեմ ուզում շատ sense ինչ որ մեծ գաղափարներ ասեմ, որտեղ դեռ մտածում եմ այս ամեն ինչի մասին, բայց կարող եմ ասել հետեւյալը, որ ոչ միայն Հայաստանում, այլ կարծում եմ ամբողջ աշխարհում հիմա դպրոցի իմաստը մեծ հարցականի տակ է։ Ոչ թե որովհետև դպրոց չպետք է լինի, այլ իր ներկապահի ոնց որ ֆորմատը ինքը ստեղծվել է լրիվ այլ աշխարհի համար, հասարակության համար, industrial revolution-ից հետո ոնց որ այդ աշխարհի համար է ստեղծված։ Ու այո, մենք իրան լավացրել ենք, զարգացրել ենք, ինչ որ բաներ ենք ավելացրել, տեխնոլոգիաներ եւ այլն, բայց արմատը մնացել է նույնը։ Ես կարծում եմ, որ ու ճիշտ ասած արդեն երկար տարիներ կարծում եմ մենք գիտակցում ենք դա, բայց միջև վերջ չենք ասում, որովհետև դա վախենալու է շատ ասել, որովհետև դա նշանակում է, որ մեր պատկերացրած աշխարհը էլ այն չէ, ինչ որ մենք միշտ մտածել ենք ու տեսել ենք։ Իսկ մարդիկ սովորաբար երբ որ ինչ որ բան չեն կարողանում լրիվ պատկերացնել, իրանք վախենում են դրանից ու ոնց որ կամ ասում են դա այդպես չի, կամ ասում են չէ, դե հա լինում է, բայց ինձ չի կպնի եւ այլն։ Կրթության մեջ ես կարծում եմ շատ հետաքրքիր պահ է, բայց նաեւ բավականին վտանգավոր ու մենք պետքա շատ արագ հասկանանք, որ գուցե էս չի աշխատում, ամբողջովին չի աշխատում։
ու պետք է ստեղծել ինչ-որ նոր բան։ Իմ երեխան 5.5 տարեկան է հիմա։ Սեպտեմբերից պետք է գնա դպրոց։ Ու շատ լավ դպրոցներ մենք Հայաստանում ունենք ու ես շատ ուրախ կլինեմ, եթե ոնց որ ինքը մտնի այդ դպրոցներից մեկը, բայց ես ինձ հարց եմ տալիս, իրոք այդ մեր դպրոցները պատրաստում են երեխաներին այն աշխարհի համար, որը արդեն կա, ոչ թե որը պետք է լինի, այլ որը արդեն կա։ Օրինակ մենք գլոբալ, հա, առումով, երբ որ ես խոսում եմ կամ լսում եմ տարբեր էքսպերտներին, նամանավանդ AI-ի ու տեխնոլոգիաների մեջ խոսում են օրինակ դրա մասին, որ գուցե կլինի շուտով աշխարհ, որտեղ ոչ մեկ չի աշխատելու։ Գուցե պետքա պետությունները արդեն մտածեն universal high income-ի մասին, հա, հայերեն արդեն դեռ չգիտեմ ոնց պետքա ասեմ, բայց որ պետությունից տրամադրվի աշխատավարձ, հա, ամեն մարդու համար, ինչ որ մինիմալ կամ միջին աշխատավարձ, որովհետև գործը արդեն այդ բնույթը, որը ունի հիմա, ինքը փոխվելու է։ Որպես մանկավարժ, որպես հիմնադիր կրթական ոնց որ ծրագրի եւ նաեւ մենք հիմա մեր պրիորիտետներում ունենք նոր պետական մոդելի դպրոցի համար, հա, պետական մոդելի ստեղծման process-ով ենք հիմա անցնում, այսինքն մենք ուզում ենք շուտով բացենք մեր դպրոցը, դպրոցները, այդպես ասեմ, ստեղ մեծ հարցեր կան ու ես կարծում եմ, որ ոչ մեկ պատասխան չունի։ Դեռևս չունի ու եթե ինչ-որ մեկը ասի, ես գիտեմ ինչա լինելու այս 5-10 տարվա ընթացքում, ես կասեի, որ երևի պետք չէ լսել այդ մարդուն, որովհետև ոչ մեկ իրոք հիմա չի պատկերացնում, նույնիսկ այն մարդիկ, որոնք այդ ամեն ինչի մեջ կան, AI-ի մեջ, տեխնոլոգիաների մեջ, չեն գիտակցում միջև վերջ դա ինչ աշխարհ է լինելու։ Դրա համար ես կարծում եմ, որ նամանավանդ որպես մարդիկ, որոնք կրթության մեջ են, մենք պետք է ինչ-որ հիմնական արժեքներ ունենանք, ինչ-որ պրինցիպներ ունենանք, բայց նաև բաց լինենք փոփոխությունների համար։ Եվ նաև հիմիկվա սերնդի հետ բազմաթիվ զրույցները եւ վերլուծությունները թույլ կտան երևի հասկանալ ինչն է իրենց հետաքրքիր։ Չէ՞ որ հաճախ լսում ենք, որ թեկուզ փորձառու մանկավարժները, բայց չեն կարողանում երևի ավելի ճիշտ արտահայտվեմ, հեշտ չէ նրանց համար ինֆորմացիան տեղ հասցնել, որքան էլ իրենք հմոտ են իրենց աշխատանքում, որովհետև հիմիկվա սերնդին լրիվ ուրիշ բան է հետաքրքիր, շատ արագ ստացվող ինֆորմացիա, շատ արագ լիստ անել ինֆորմացիոն դաշտերը, տեսնել ինչ է կատարվում աշխարհում եւ այդպես շարունակ։ Եվ առաջվա կարծրատիպային դասագրքեր կամ եւ այլն նրանց չեն հետաքրքրի այլևս եւ առհասարակ։ Դե տեսեք, մեր ոչ միայն Հայաստանում, ես հիմա աշխարհի մակարդակով եմ ասում, որտեղ նույնն է, հա, մեր դպրոցների մոդելները շատ նման են իրար տարբեր երկրներում։ Տեսեք, մի քանի տարի հետո արհեստական բանականությունը կդառնա ավելի խելացի, քան աշխարհում գտնվող մանկությունը։ Այսինքն այդ ընդհանուր ինտելեկտը, արհեստականը ավելի կգերազանցի մարդկային։ Այո։ Դա իսկ մեր դպրոցների մոդելները ստեղծված են նրա հիմա վրա, որ ուսուցիչն է ոնց որ ինֆորմացիա աղբյուրն է ամենակարևորը։ Բայց եթե այդպես է արդեն, հա, ու մենք գնում ենք դրան, դա երևի կնշանակի, որ ուսուցիչը գուցե ուրիշ դեր պետք է ունենա դպրոցում։ Այսինքն ինֆորմացիան երեխան ստանա տեխնոլոգիայից, հա, ուսուցիչը կարողանա ուղղորդել կամ ինչ-որ ուղղորդել, դաստիարակել արդեն որպես լավ մարդ, ճիշտ արժեքներով, հա, էթիկայով եւ այլն, փիլիսոփայությամբ, ինչու՞ չէ, առողջ մարդիկ հոգով, սրտով, նպատակներով եւ այլն։ Շատ հետաքրքիր պահ։ Ես չգիտեմ, մարդիկ կան, որ վախեցած են այս ամեն ինչից ու ինքը իրոք կարող է ցանկացած ուղղությամբ գնա, բայց ես օպտիմիստ եմ ու ես կարծում եմ, եթե մենք չվախենանք ու իրոք
տեսնենք սա որպես հնարավորություն Հայաստանի համար, մենք կարող ենք շատ մեծ քայլեր առաջ գնանք աշխարհում, նամանան կրթական մեր մոդելներով ու համակարգում։ Այսօր գաղտնիք չէ, որ մանկավարժի առաքելությունը բոլորը չէ, որ ստանձնում են կատարել, իրականում համարելով թե որ այդ գործը իրենցը չէ, թե որ դա առավել քան բարդ է, թե վարձատրման ձևաչափը հաշվի առնելով, եթե կարողանայիք դուք օրինակ ուղերձ եղել Հայաստանի երիտասարդներին, ովքեր որոշել են կամ թեկուզ այդ փուլում են, որ պետք է մասնագիտություն ընտրելու որոշումներ կայացնեն, որը կլներ ձեր ուղերձը։ Ընտրել մի մասնագիտություն, որի միջոցով դուք կարող եք լավացնել աշխարհը։ Ու դա տարբեր սեկտորներից կարելի է եւ հնարավոր է անել։ Շատ անգամ մարդիկ գնում են կամ կենտրոնանում են միայն ինչ-որ ֆինանսների կամ ինչ-որ տենց բաների վրա, որը նաեւ կարեւոր է, ես բան չունեմ ասելու։ Եթե մեր բարերարները չլինեին, մենք այս կազմակերպությունը չենք ունենա, բայց նամանավանդ երբ որ դու երիտասարդ ես, ես կարծում եմ 20-ից մինչև 30-ը այն ժամանակն է, երբ որ դու պետքա ամեն ինչ փորձես, դու պետքա քո կոմֆորտ զոնայից դուրս գաս, դու պետքա հասկանաս ինչու ես դու այս աշխարհում եւ քո առաքելությունը հասկանաս եւ երբ որ դու քեզ արդեն սենց շատ արագ ինչ որ մի բանի մեջ ես դնում ու սենց մենակ սահմանափակվում ես այդ աշխարհով, որը դու քեզ համար ես ստեղծել, կարող է ինչ որ ուրիշ հնարավորություններ դու այլևս չես տեսնում ու շատ անգամ ես օրինակ տեսնում եմ իմ ընկերներին, որոնք գուցե շատ ավելի փող աշխատեցին, ասենք միանգամից, համալսարան ավարտելուց հետո ես մի քիչ ուրիշ ճանապարհով գնացի։ Հետո 40-ի մոտ իրանց մոտ մի քիչ կրիզիս է սկսվում, որովհետև իրանք այո, ինչ որ տեղերում շատ մեծ հաջողություններ ունեցան, բայց իրանք չեն հասկանում իրենք ով են։ Կամ մարում է հետաքրքրությունը տվյալ զբաղմունքի մասնագիտություն։ Այո, եւ ես կարծում եմ, որ կարող եմ մենք մեր երիտասարդներին ասում ենք, որ միանգամից էս պետքա կարողանաս անել կամ 20 տարեկանում կամ 25 տարեկանում էս պետքա ոչ։ Կյանքը երկար է, ինքը հետաքրքիր է եւ 20-ից մինչեւ 30 ուղղակի պետքա ընտրել այն experience-ներ, այն փորձառություններ, որի միջոցով դու կարող ես սովորել ու հասկանալ դու ով ես եւ քո առաքելությունը ինչ է, սովորել ու երևի մեր կրթական համակարգում, մեր դպրոցներում ամենակարևոր սկիլը, որ մենք կարող ենք երեխաներին փոխանցել, դա հենց այդ սովորելու, սիրել սովորել։ Դրանից բացի ոչ մի տես կարևոր բան չկա, լուրջ եմ ասում, որովհետեւ այդքան է փոխվելու, բայց այդ կարողությունը երեխաների համար ահավոր կարևոր է դառնալու եւ նամանավանդ երբ որ դու երիտասարդ ես, անդադ պետք է այդ process, այդ սովորելու process-ի մեջ լինես եւ ոչ միայն երիտասարդ ժամանակ, այլ ամբողջ կյանքի ընթացքում։ 2025 թվականին դասավանդի հանուն Հայաստանի ծրագիրը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ Սյունիքի մարզպետարանի միջև կնքեց եռակողմ պայմանագիր։ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը, այսպես ասած, ծրագրի դոնոր հանդիսացավ։ Այս համագործակցության մասին կուզեմ, որ մի փոքր մանրամասնեք։ Դե նախ շատ շնորհակալ եմ, որովհետև սա այն դեպքն է, երբ որ ձեր նման կազմակերպությունը ստեղծում է հնարավորություն հենց Սյունիքում, հենց ժողովրդի համար։ Եվ ես սա չեմ դիտարկում որպես ինչ-որ transactional, համագործակցություն, այլ մենք միասին ենք ստեղծում այդ հնարավորությունները, մենք անդադ կապի մեջ ենք, մենք հասկանում ենք ինչա պետք երեխաներին, այդ դպրոցների համար եւ այլն, բայց ձեր շնորհիվ մենք կարողացանք 5 հոգի ուղարկել Սյունիք,
աշխատել դպրոցներում որպես պետական ուսուցիչ, տարբեր համայնքներում, որտեղ երկար ժամանակ ուսուցիչները չկային եւ կարիքը կար մասնագետների, կարիքը կար շատ մեծ։ Մեր երեխեքը, մեր ուսուցիչները, որ գնում են աշխատում են դպրոցներում, իրանք այո աշխատում են որպես ուսուցիչ, ինչ որ առարկաներ են դասավանդում, բայց նաև իրանք նախ տարբեր մոտեցումներով են դա անում, բայց նաև դպրոցից հետո համայնքում հետաքրքիր պրոյեկտներ են իրականացնում երեխեքի հետ։ Ու ես իրոք շատ հպարտանում եմ, որ հայկական կազմակերպություն, երկու հայկական կազմակերպություն միասին աշխատում են եւ փոխում են, իրոք փոխում են իրավիճակը, ստեղծում են հնարավորություն եւ այդ ամենը մնում է հենց մարզում, հենց Սյունիքում, հենց երեխաների համար։ Ես կուզենայի, որ մեր, պրիմերով, մեր օրինակով, նաև մյուս կազմակերպությունները այդ նույն ոնց որ գաղափարով աշխատեն, կարծում եմ Հայաստանը շատ հզոր երկիր կդառնա, եթե մենք կարողանանք այս մոդելով շատ աշխատենք։ Լարիսա ջան, ձեր համար հաջողությունը որպես ծրագրի հիմնադիր, բայց նաև որպես մարդ, ինչ ասել է հաջողություն։ Երբ որ մենք սկսում ենք, մեզ ասեցին, որ օքեյ, նախարարության հետ կկարողանաք աշխատել, դժվար կլինի, բայց կհամաձայնվեն, ինչ որ մարդիկ կլինեն, որոնք կհամաձայնվեն ձեզ ֆինանսավորել, բայց երիտասարդ մարդ Հայաստանում չկա, որ կուզենա գնա գյուղում, այո, աշխատի որպես ուսուցիչ, ապրի, բայց մենք 2015 թվականից ոնց որ ապացուցում ենք, որ դա հնարավոր է եւ հազարավոր մարդիկ կան, երիտասարդ մարդիկ կան, որոնք ուզում են միանալ մեզ։ Երբ որ մեզ մեկ քննադատում են, ասում են դե լավ, այդ մի ուսուցիչը ինչ կարող է անել, հա։ Okay, ուղարկեցիք հետո ինչ։ Նախ ասեմ, որ ինքը իրոք շատ բան է փոխում։ Մենք ունենք հիմա դիմորդներ, որոնք մեր նախկին աշակերտներ են։ Երբ որ ես իրանց հետ շփվում եմ, ես հասկանում եմ 10 տարի առաջ ինչ փոփոխություն ա արվել։ Այո, որտեղ այդ կերպարը ինքը լրիվ այն կերպարն է, որի համար մենք սենց պայքարում ենք ու հիմա ինքը կա։ Ու իրանք հազարավոր երեխա։ Եվ դա ձեռքբերում է հստակ։ Այո, 60,000 երեխա։ Եվ երրորդը ասեմ, որ մեր ծրագիրը երբեք ստեղծված չի եղել թափուր ուսուցիչների տեղեր, հա, պակասացնելու համար։ Դա մեր նպատակը չի։ Մենք ստեղծում ենք նոր մարդկային ռեսուրս, սերունդ մարդկանց, որոնք սիրում են այս երկիրը, իրոք սիրում են։ Ոչ թե ասում են, որ սիրում են, ոչ թե ինչ-որ մեծ բաներ են ասում, այլ իրանց աշխատանքով, հա, իրանց կյանքի գնով գնում են ու սիրո միջոցով իրանք զարգացնում են իրանց երկիրը։ Հենց այդ մարդիկ են պետք մեր երկրում որպես ապագա պետական մարմին, որպես ղեկավարներ, որպես դպրոցների տնօրեններ եւ այլն։ Ինքը ես ասացի քիչ առաջ, այդ մարդկային ռեսուրսը շատ պակասում էր մեր մոտ։ Մարդիկ, որոնք իրոք պատրիոտ են ու սիրում են այս երկիրը եւ ուզում են ծառայեն այս մեր երկրին։ Դրա համար հիմա կարող եմ վստահ ասել, որ ինքը աշխատեց։ Մեր ծրագիրը աշխատեց, մենք ապացուցեցինք լիքը բան, շատ բան, ունենք շրջանավարտներ, որոնք շատ կարևոր տեղերում են աշխատում եւ ուղիղ ազդեցություն ունեն կրթական ոլորտի վրա։
Եվ ես վերջերս եմ գրել սրա մասին, բայց երևի որպես հիմնադիր ամենակարևոր բանը այն է, որ ծրագիրը քո անձի հետ կամ քո աշխատանքը այդ կազմակերպությունը, որ ստեղծել ես, քո անձի հետ անդադ ասոցացվում է։ Ոչ միայն ասոցացվում է, այլ հա, սենց կապված է քեզ հետ։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, որ վերջերս բալիկ եմ ունեցել ու բավականին դժվարությամբ այդ ամեն ինչը եղավ, ու տենց վտանգավոր պահեր եղան ու ես տեսա իմ թիմին, որը լրիվ առանձին ստանում էր այս գործը առաջ, ու որպես հիմնադիր դրանից ավելի լավ բան ես չեմ կարող պատկերացնել, որտեվ դու չգիտես, ասած քեզ ինչքան ժամանակ է, չէ՞, տվել այս աշխարհում։ Ինձ թվում է պետքա միշտ ձգտել որպես ղեկավար, հա, որպես հիմնադիր, որ այդ գործը, նամանավանդ մեր նման գործը կապված չլինի քեզանից ու ինքան թաթ շարժվի առաջ, ու ես շատ հպարտ եմ, որ կարողացել եմ այս 10 քանի տարվա ընթացքում ստեղծել ոչ միայն լավ թիմ, այլ նաև մեխանիզմներ, մեր կազմակերպությունը ինքը աշխատում է, ու ես կարծում եմ, որ ինքը երկար տարիներ կլինի, ու մենք նաև ձեզ ասեմ հիմա ոնց որ Դասավանդի հանուն Հայաստանի ծրագիրը մեր առաջի ծրագիրն է, բայց մենք հիմա նաև, ինչպես ասեցի, դպրոցի մոդել ենք վերանայում, սերունդ դպրոցներ են շուտով բացվելու, հույս ունեմ Հայաստանում։ Մենք նաև մագիստրատուրայի ծրագիր ունենք, տարբեր տենց ծրագրեր ունենք, որոնք համակարգի տարբեր ոնց որ մակարդակներում են աշխատում, ու հիմա նաև ստեղծել ենք ավելի մեծ կազմակերպություն, որը սա այս մեր ծրագրերը բերել է, ասենց միացրել է իրար, որը կոչվում է Armenia Education Initiative, Հայաստանի կրթական նախաձեռնություն։ Եվ կարծում եմ, որ այս պայծրությամբ իմ մեծ նպատակը institutionalize, հա, այսինքն կառուցողական, հա, ինքը դառնա ինստիտուտ, հա, այսինքն ինքը կլինի միջև մենք մեր առաքելությունը ոնց որ ինքը կլինի, քանի կա այն խնդիրը, որ մենք փորձում ենք լուծել, հա, ու մենք անդադ խոսում ենք, որ 2050 թվականին մենք շատ կուզենայինք, որ ինչ-որ ծրագրերը, որոնք մենք հիմա ունենք, այլևս չլինեն, որտեվ այդ խնդիրը մենք իրոք լուծած համարեք եւ անցնենք առաջ։ Եվ անցնենք առաջ։ Շատ լավ, դուք եթե իհարկե ունեք ազատ ժամանակ, ապա ինչպես եք տնօրինում։ Ունեմ, ստեղծում եմ ինձ համար այդ ժամանակը։ Օրինակ վաղը ես ու տղես գնում ենք դահուկ քշելու։ Այդ մենք շատ ենք սիրում անել։ Ես հասկացել եմ, որ մեր ֆիզիկական առողջությունը շատ կարևոր է, եթե դու առողջ ես, դու ոչ մի բան չես կարող անել։ Դրա համար փորձում եմ շաբաթվա ընթացքում մարզանք անել եւ այլն, այսինքն ինքը ինձ համար ոնց որ ես կալենդարի մեջ դնում եմ, որ ես այդ բանը պետք է անեմ ու անում եմ։ Եվ դա մտքին էլ է օգնում։ Միտքդ սկսում է թռիչքաձև աշխատել եւ այո, շատ օգտակար։ Պարտադիր, հա, ես նույնիսկ դրա համար եմ ավելի շատ անում, քան ինչ-որ ուրիշ բաների համար, որտեղ ուղեղս իրոք սկսում է ավելի լավ աշխատել։ Եվ փորձում եմ ինչ-որ ժամեր ունենամ, գուցե ամեն օր չի ստացվում, բայց որտեղ ես ուղղակի մենակ եմ ու մտածելու ժամանակ ունեմ։ Այդ ինձ համար ահավոր կարևոր է։ Շատ լավ։ Շնորհակալություն իսկապես հետաքրքիր զրույցի համար։ Հաջողություն ձեզ, ձեր կառուցած թիմին եւ ինչպես նշեցիք ձեր կոմպետենտ թիմին, թող որ օրինակ 10 տարի հետո ձեր նպատակները այնքան իրականացրած լինեն, որ նորանոր գաղափարների մի մեծ բովանդակային սխեմա ունենաք արդեն։ Շնորհակալություն։ Ձեզ էլ։ Եթերում սպասված հանդիպումներ, իսկ ես հիշեցնեմ, որ այսօր իմ հյուրը Դասավանդիր հանուն Հայաստանի կրթական ծրագրի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովհաննիսյանն էր։ Կհանդիպենք։